Բարև ձեզ հարցազրույցի տաղավարում այսօր զրուցելու եմ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ։ Շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան հրավերս ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Եվ ուզում եմ զրույցը սկսենք Ալիևի այն հայտարարությունից, թե փոքր քայլեր կան Հայաստանի կողմից ուղղված Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը, այսպիսի ձևակերպում է արել Ալիևը դրական լույսի ներքո եւ միևնույն ժամանակ հորդորել է Հայաստանին շտապել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում, նշելով, թե գնդակը Երևանի դաշտում է։ Այս շտապողականության մասին հիշեցումը ինչ է նշանակում շտապել, որովհետև հետո ինչ կլինի։ Գիտեք, Ալիևի խոսքերը տվյալ պարագայում ես չէի ընդունի այնպես ինչպես ինքը կցանկանար, որ դա լսարանը ընկալեր, որովհետև դա ավելի շատ մանևր է, սեփական պատասխանատվությունը խաղաղության պայմանագրի ստորագրումից հայկական կողմի վրա բարթելու համար։ Իհարկե այստեղ ոչ Ալիևյան, ոչ մեր իշխանություններին արդարացնելու որևէ խնդիր ունեմ, ուղղակի որպես քաղաքական խոսույթի մեկնաբանություն, սա ճիշտ ընկալենք եւ տվյալ պարագայում, քանի որ սարսափելի մեծ ճնշումներ են գործադրվում Ալիևի վրա եւ Ալիևյան ռեժիմի վրա, որպեսզի նրանք գնան այդ չարաբաստիկ փաստաթղթի ստորագրմանը, նրանք փորձում են դրա ձգձգման մեղավորությունը հայկական կողմի վրա բարթելու։ Եվ երբ որ նա խոսում է հայկական կողմից ինչ որ ակնկալիքներ, մենք հիշենք այն անսպառ ցանկությունների ցանկը, որոնք նրանք պարբերաբար թարմացման եւ ավելացման են ենթարկում, որը ենթադրում է հերթական ուրեմն զիջումը եւ սպասարկումը ադրբեջանական ցանկությունների, որը տվյալ պարագայում ոչ միայն շատ ավելի կործանարար եւ անվտանգային առումով սպառնալից վիճակի մեջ է դնելու Հայաստանի Հանրապետությունը, այլև նաեւ այս իշխանությունների պարագայում փաստացիորեն հող է հարթելու շարունակական թուրքական էքսպանսիայի համար նրա տարբեր դրսևորումներով, լինի դա տնտեսական, լինի դա ֆինանսական, լինի դա ռազմական, լինի դա ի վերջո ժողովրդագրական, որի ցանկի մեջ այո այդ արևմտյան Ադրբեջան հնարածին երևույթի մեջ փորձ է արվում արդեն փաստացիորեն Հայաստանի Հանրապետությունը դարձնել թուրքական տարով լցված եւ դրան ենթակա տարածք։ Տիկին Աղաջանյան, ձեր խոսքում նշեցիք, որ Ալիևի վրա էլ ճնշումներ կան այսպես կոչված պայմանագրի ստորագրելու հարցում, ովքեր են ճնշում եւ ինչ նպատակով, որովհետեւ տեսակետ կա, որ այդ փաստաթուղթը առհասարակ Ալիևին պետք չէ, որովհետեւ նա առանց դրա էլ Փաշինյանից քայլ առ քայլ, պահանջ առ պահանջ, ինչպես ինքը Փաշինյանը կարող էր ձևակերպել, ստանում է իր ուզածը, էլ ինչին է պետք իրեն դնել ինչ որ թղթի սահմանափակումների մեջ։ Գիտեք, ես համաձայն չեմ, որ իրեն ընդհանրապես պետք չէ այդ փաստաթուղթը, իրեն այդ փաստաթուղթը պետք չէ այսօր եւ այն ուրեմն հաջորդող հանձնառությունների ներքո, որոնք բխելու են այդ պայմանագրի ստորագրմանը հաջորդող ուրեմն քայլերի շրջանակներում։ Նրա վրա ճնշում են գործում արևմտյան կենտրոնները եւ արևմտյան կենտրոնների հեռահար նպատակը այստեղ Իրանի դեմ գործողություններ սկսել է, դրան անմասն չէ իսրայելական եւ բնականաբար նաեւ Թրամփի ադմինիստրացիայի գուցե ոչ առերես, բայց ընդհատակյա գործունեությունը, որի մենք դրսևորումները տեսնում ենք, թե Եմենում ուրեմն հուսիտների դեմ իրականացվող գործողություններով, թե Իրանի վրա սպառնալիքների հոսքի այո ծավալմամբ եւ այսպես ավելի շատ մկանների ցուցադրման գործողությամբ սեփական գերակայությունը վերահաստատելուն ուղղված քայլերով եւ նաեւ այս վերջերս, եթե չեմ սխալվում, այսպես տարածված խոսույթի ներքո, որ գովերգում էր Էրդողանը որպես Թուրքիայի ղեկավար եւ նշվում էր, որ նա 2000 տարվա մեջ առաջի անգամ հաջողեց այո Սիրիան, ինչից Էրդողանը բնականաբար փորձում է խուսափել դա ներկայացնելով իբրև թե սիրիական ընդդիմության գործողություններ, բայց բոլորի համար
պարզ է թե այդ ընդդիմությունը ինչպես է ձևավորվել, ինչ նպատակներով եւ փաստացիորեն ինչ խնդիրներ է, այո, եւ ոչ միայն միջոցով, նաեւ դա արևմտյան երկրների ծրագիրն է, որը իրագործվել է թուրքական ձեռամբ եւ միայն դա չի իրագործվել եւ այստեղ մենք տեսնում ենք այդ ձեռագիրը եւ նաեւ Թուրքիային այսպես իր դաշտում պահելու նպատակը, որի հեռահար նաեւ խնդիրը այդ ուրեմն Իրանի դեմ գործողություններին ի վերջո պարտադրելն է, այո, եւ այս պարագայում ես համամիտ չեմ, որ ելի եմ ասում Ալիևին պետք չէ փաստաթուղթ, նա շատ կուզենար ստանալ այդ փաստաթուղթը պատմության մեջ առաջին անգամ իրավականորեն Արցախը իր տարածքում ամրագրող թուղթ ունենալու տեսանկյունից, սակայն հաշվի առնելով, որ դրա ստորագրմանը պիտի հաջորդի իր կողմից գործողությունների իրականացումը, նա շատ լավ հասկանում է, որ այդ արկածախնդրությունը երաշխավորված հաջողության ելք չունի եւ այս պարագայում նա խուսափում է եւ այդ խուսափելը, այո, նա սկսել է դեռևս 22 թվականից։ Տիկին Աղաջանյան, Ադրբեջանը, ինչպես դուք նկատեցիք, պահանջներ է ներկայացնում, որոնք անընդհատ թարմացվում են, մոդիֆիկացվում են, ինչպես ասում են, update են արվում, վերջին շրջանում նրանք նորից հիշել են քարտեզների մասին, ականապատ տարածքների, նույնիսկ միջազգային հանրությունից պահանջում են, որ Հայաստանին պատժի, իսկ իշխանությունները նշել են, որ պատրաստ են միջազգային փորձագետների հետ ուսումնասիրել այդ քարտեզների հետ կապված Ադրբեջանի բարձրացրած խնդիրները, իբրև թե դրանք կեղծ են կամ ոչ ճշգրիտ են արտացոլում իրականությունը գետնի վրա, այստեղ էլ է Հայաստանի իշխանությունը փաստացի գնում Ադրբեջանի մահաճույքին, ասում է պատրաստ եմ, նաև այս ժեստն եմ անում, հիմա Ադրբեջանը խոսում է ջրային ռեսուրսների համատեղ կառավարման հնարավորության մասին, այդ մասին խոսել էր դեռ անցած տարի ԱՄՆ-ի դեսպանը, Հայաստանի իշխանությունները պաշտոնապես հերքել էին, թե պաշտոնական մակարդակում քննարկում չկա, բայց փաստորեն մենք էլի իմանում ենք, որ այդուհանդերձ կան քննարկումներ եւ սրանք այդ հերթական պահանջների շարքերից հաջորդ կետերն են, որոնց մասին էլի մենք իմանում ենք Բաքվից։ Գիտեք, ես շատ ուրախ եմ, որ այդ ականապատ տարածքների քարտեզների մասին նշեցիք եւ այստեղ շատ կարեւոր է, որ մեր լսարանը հասկանա այն համատեքստը, որում ընդհանրապես այդ քարտեզները տրամադրվել են, նախ նշենք, որ քարտեզների տրամադրումը որևէ համաձայնությամբ կամ փաստաթղթով ամրագրված չէ եւ դա միջազգային որևէ նորմով ապահովող ուրեմն խնդիր չէ եւ այս առումով հայկական կողմը փաստացիորեն գնալով Ադրբեջանի պահանջին եւ պատահական չէր այդ պահանջը, քանի որ դա արագացնում էր այդ տարածքներում ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը, որը պիտի սպասարկեր իրանական կողմին։ Այստեղ մենք գայս ենք նաեւ այդ ընդհանուր այո այդ ծրագրի տարբեր էլեմենտների անկալմանը եւ այդ քարտեզների տրամադրումը ինքը հայաստանյան կողմից դա դավաճանական քայլ էր։ Երկու առումով, նախ դա մեր անվտանգային խնդիրներ դնում հարցական եւ այդտեղ ոչ մի բարի կամքի դրսևորում չկար։ Երկրորդ դա արհեստականորեն դարձավ այն առևտրի գործիքը, որի դիմաց ազատ էին արձակվում մեր գերիները, որի առումով Ադրբեջանը ուներ պարտավորություն եւ նա դա դարձրեց խաղարկման առարկա։ Եվ ես կուզեմ նաեւ մեր լսարանին հիշեցնել Էրդողանի կնոջ հայտնի խոսքերը, որ եւ կարծեմ Էրդողանի, որ շատ ունեք այդ գերիներից, որ քարտեզների դիմաց կարողանանք, այո, վաճառքի ենթարկել։ Փաստորեն մեր իշխանությունները համահունչ այն ծրագրին, որը պետք է իրականացվեր, թե Արցախը հանձնելու առումով, թե այդ տարածքները արագացված կերպով օգտագործելի դարձնելու առումով, որը մի կողմից հնարավորություն կտար այդ ռազմական ենթակառուցվածքների ստեղծումը եւ մյուս կողմից, այսպես ասած կհեշտացներ հետագայում բնակեցման գործընթացը Ադրբեջանի կողմից, մեկընդմիշտ հայկական կողմից, այսպես փակելով վերադարձի հնարավորությունը, նրանք փաստորեն գնացին այդ բազմաթիվ քարտեզների տրամադրմանը, որի ճշգրտության կամ ոչ ճշգրտության առումով այս խոսույթը ընդհանրապես հերթական
այսպես քաղաքական լծակի օգտագործումն է գնդակը հայկական դաշտ մղելու համար եւ գուցե այս պարագայում նրանք լրացուցիչ ինչ-որ տարածքների հետ կապված նորից խնդիր ունեն տեղակայումների ամրակայումներ եւ արդեն հայկական կողմից քարտեզները ստանալու համար հիմք ստեղծելու առումով իրենք նորից այդ խոսույթը բերել են դաշտ այսինքն մենք երկու տեսակետից էլ դա պիտի դիտարկենք իսկ նորից եմ կրկնում այս իշխանությունների կողմից նման քայլի իրականացումը պետական հանցագործություն է քանի որ դա անմիջականորեն անվտանգային սպառնալիքն է ստեղծում թե մեր պետության եւ թե այն ժամանակ Արցախի համար որի պատճառով այդքան հեշտացված կերպով ադրբեջանցիները կարողացան հայաթափել Արցախը ագրեսիվ գործողությունների արդյունքում եւ Տիկին Աղաջանյան հայտնի դարձավ որ Արարատ Միրզոյանը մասնակցելու է Թուրքիայում կայանալիք դիվանագիտական ֆորումին արդեն հաստատել են այդ մասին տեղեկությունը իհարկե սա նրա առաջին մասնակցությունը չէ բայց խոսենք այս թեմայից ինչ հնարավոր հարցեր կարող են լինել նրանց օրակարգում թե սա կլինի ուղղակի մասնակցություն ինչպես ասում են ծիտիկ նկարելու համար եւ հայ-թուրքական հարաբերությունների մասով ինչ որ բան ակնկալելը իրատեսական չէ հաշվի առնելով Թուրքիայի քաղաքականությունը այս հարցում Գիտեք, ես չեմ զարմանում, որ իրենք մասնակցում են, եթե մեր կառավարության ղեկին նստած անձը այսպես թևքերը քշտելով կվազեր եւ կմասնակցեր Էրդողանի երթմնակալության այն պարագայում, երբ որ Հայաստանը ոչ դիվանագիտական հարաբերություններ ունի, ոչ էլ Թուրքիան առանձնապես բարեկամական վարկագիծ է դրսևորել մեր անկախության 30-ամյա ժամանակահատվածում, առավել եւս որ նա ակտիվ մասնակցություն է ունեցել եւ նրա փաստորեն զինվորականի ղեկավարությամբ է իրականացվել 44-օրյա պատերազմը անսահման զոհերի գնով եւ հետագայում նաեւ հայաթափման գործողությունները այս պարագայում ես չեմ զարմանում որ արտաքին գործերի նախարարը հերթական անգամ գնում է Անտալիայի դիվանագիտական ֆորումին դա ուղղակի այսպես ասեմ ձևական մասնակցություն է այնտեղ բանակցությունները անելու իրավաչափությունը ապահովելու համար քանի որ դուք կհիշեք որ թուրքական կողմը արդեն պայման էր դրել հանդիպումները ոչ թե չեզոք տարածքում անցկացնելու, այլ իրենց այո կամ Թուրքիայի կամ Հայաստանի տարածքում անցկացնելու համար եւ քանի որ Հայաստանի տարածքում շատ բարդ կլինի այս պարագայում դեռևս հանրային զգացական դաշտը հատկապես ապրիլ 24-յան այո տարելիցի նախորդին, ապա Թուրքիայում անցկացումը այն խորագրի ներքո որ մասնակցություն է այդ ֆորումի եւ դրա այսպես ասած շրջանակներում երկկողմ հանդիպումներ են լինելու ակնկալել որ Թուրքիան ինչ որ սահման պիտի բացի ես բնականաբար համամիտ չեմ եւ դա նույն ծրագրի մեջ է այսօր Ադրբեջանը եւ Թուրքիան խուսափում են իրենց հանձնառությունների կատարումից հանուն որի Արցախը նվիրաբերվել է եւ փաստացիորեն հայ ժողովրդին ենթարկել են ցեղասպանության արդեն 21-րդ դարում Տիկին Աղաջանյանն հասկանում որ այդ ամենը հանուն այդ մեծ ծրագրի էր, որը, այսպես ասած, եփվում է Իրանի հետ կապված եւ այս ծրագիրը ինքը շատ ավելի մեծ ծրագիր է, որը ենթադրում է արևմտյան տիրապետությունը թե հարավային Կովկասի միջոցով հարավային Կասպյան շրջանի եւ միջինասիական ռեսուրսային հարստության վրա եւ այդ նպատակով որպես, այսպես ասած, ճեղքման գործիք օգտագործվել է պանթուրանական ծրագիրը Պանթուրանական ծրագրի իրագործման համար որպես պայման է դրվել Արցախը Ադրբեջանին հանձնելը եւ նաեւ այդ Զանգեզուրի միջանց կոչված նորից հնարածին փաստորեն նախագիծը, որի առումով նախնական համաձայնություններ եղել են եւ պատահական չէ, որ Ադրբեջանը առանց որևէ փաստաթղթային ձևակերպումների արագացված կերպով միլիոնավոր դոլարներ էր ծախսում ճանապարհ եւ երկաթուղի կառուցելու համար։ Ոչ մի խելամիտ պետություն հաշվի առնելով այդտեղ բնակչություն չկա եւ դա բնակսպասարկն տնտեսական որևէ բացատրություն դա չունի, բացի նրանից, որ դա ռազմաքաղաքական հերահար
համահար նպատակներ էր սպասարկելու։ Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ սահմանի բացմանը, այն խոստումները, որ մեր իշխանությունը այսպես ամեն հնարավոր խողովակից հնչեցնում են, որ դա ինչ որ բարեկեցություն պիտի բերի Հայաստանին կամ հայ ժողովրդին, ապա այստեղ մեզ ուղղակի խաբում են այդ իշխանությունները։ Նախ որևէ ուրեմն փաստական տնտեսական վերլուծություն չկա դրա արդյունավետության առումով, եթե չեմ սխալվում մոտ 15 տարի առաջ նման մի վերլուծություն արվել էր եւ այդ վերլուծության մեջ նշվել էր, որ դա ընդհանրապես 1-2%-ի արդյունավետություն է ապահովելու եւ այս առումով դա էական նշանակություն ունի մեր տնտեսության առ, բայց դրանից եկող վտանգները շատ ավելի մեծ են եւ այդ վտանգների ակնառու դրսեւորումը մենք տեսնում ենք Վրաստանում եւ տնտեսական էքսպանսիայի, այո, եւ տնտեսական էքսպանսիայի եւ ժողովրդագրական էքսպանսիայի միջոցով։ Եւ Հայաստանի պարագայում դա Թուրքիայի եւ Ադրբեջանի երազանքն է վերացած տեսնել հայկական քաղաքական տարը եւ հայկական էթնոտարը այս տարածաշրջանում։ Այո։ Եվ այս առումով կներեք, մի բան էլ նշեմ, որը շատ տնտեսագետներ բաց են թողում, լինելով Ադրբեջանից եւ Թուրքիայից փակված սահմաններով, մենք մեր տնտեսությունը զարգացրել ենք ոչ թե ռեսուրսային մատակարարումների վրա, ինչի հիման վրա փորձում են մեծ շահավետություն ներկայացնել, հա, ինչ որ էներգա ռեսուրսներ կանցնեն եւ դա տրանզիտի վրա մենք աշխատենք։ Դա նույնն է, ինչ որ նավթային ասեղի վրա նստելը։ Այլ մենք տնտեսությունը զարգացրել ենք ավելի գիտահեն ոլորտների վրա, որոնք շատ ավելի ապահովում են երկրի անվտանգությունը տնտեսական առումով, քան կախվածությունը այս կամ այն երկրի տնտեսական վիճակից։ Եվ սա շատ կարևոր հանգամանք է, որը բաց են թողում։ Ինքնաբավություն ենք զարգացրել։ Դա ոչ միայն ինքնաբավություն է, դա տնտեսական անկախություն է որոշակի առումով, քանի որ դու ոչ թե սրանից կամ նրանից առևտրային այս փոխանցումների վրա ես նստած եւ նշանակում է ենթարկվում ես նրանց հնարավորություններին, այլ դու ինքդ արտադրող եւ ինքդ ստեղծող միավոր ես եւ նշանակում է շատ ավելի անկախ ես քո արտադրական հնարավորությունների տեսակետից։ Նայենք Ռուսաստանին սանկցիաների տակ, այսինքն իրենք լինելով նույն վիճակում, ինչ վիճակում ես հիմա մեր պետությունն է, մեր պետության ղեկին նստած խմբակն է փորձում դնել, քանի որ ավիրում են գյուղատնտեսությունը, ավիրել են ամբողջ արտադրական համայնքը եւ ամեն ինչը վերածել են առնեմ ծախեմի։ Այսինքն առևտուրը եւ վերարտահանումը դարձրել են մեր տնտեսության հիմնական ճյուղը, սպասարկումը, ծառայությունները դարձնում են մեր տնտեսության հիմնական ճյուղը։ Դա նույնն է, ինչից տուժում են բոլոր երկրները եւ ինչից տուժում է այսօր Ամերիկան։ Միացյալ Նահանգները փորձում է այսօր վերականգնել իր արտադրական հնարավորությունները։ Ռուսաստանը սանկցիաների տակ ստիպված եղավ դա անել եւ դա ապահովեց իր ներքին անվտանգությունը, դրա ածանցյալը դարձնելով ռազմական կարողությունների հզորացումը, որը ապահովում է այսօր նրանց հաղթանակները ճակատում։ Իսկ մեր իշխանությունները աթոռին նստելու հաջորդ օրվանից սկսեցին վերացնել այն արտադրությունները, որոնք ռազմական եւ այլ կարգի ինքնաբավություն էին ապահովելու մեզ, եւ այսօր մեր արտադրական հնարավորությունները շատ ավելի պակաս են, քան եղել են 18 թվականին, երբ որ նրանք նստել էին, եկան իշխանության եւ իբրև թե խոստումներ տվեցին բարեկեցություն, այո, ներդրումներ եւ այլն բարեկեցություն ապահովելու, որի ուղղակի տրամագծորեն հակառակ արդյունքն ենք մենք տեսնում, եւ դա մեզ դնում է շատ ավելի մեծ կախվածության մեջ, դա բոլոր թվերն են ասում, եւ իրենք դրան զուգահեռ եւ դրան հավելյալ փորձում են մեզ անմիջական ենթակայության տակ դնել մեր դարավոր թշնամիներին Ադրբեջանին եւ Թուրքիայից։ Տիկին Աղաջանյան, խոսեցիք իհարկե այսպես կոչված Զանգեզուրի միջանցք այդ հնարածին նախագծի մասին, այս մասով գուցե խոսակցությունները, քննարկումները, մեսիջները Բաքվից ու Անկարայից ակտիվ փուլում չեն, բայց հասկանալիորեն այդ ծրագրից նրանք չեն հրաժարվել եւ ուշագրավեր այսօր Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Սախարովան արել է հայտարարություն այն մասին, որ Մոսկվան ակնկալում է, որ մինչև 25 թվականի մայիսը Կապանում ռուսական հյուպատոսության հարցը ըստեյության կլուծվի։ Սա մի հարց է, որը կարծես թե ձգձգվում է ու ենթադրաբար ձգձգվում է Հայաստանի իշխանությունների կողմից։ Այս հայտարարությունը նաև կարող ենք դիտարկել այդ նախագծի համատեքստում, որովհետև Ռուսաստանի համար եւս դա նշանակություն ունեցող է Կապանը առհասարակ
դարձել է այսօր կարող ենք ասել աշխարհաքաղաքական տարբեր բևեռների եւ տարածաշրջանով հետաքրքրված մեծ խաղացողների շահերի ինչ որ առումով բախման կամ համադրման կետը, եթե այստեղ համադրման մասին խոսենք Ռուսաստան-Իրան, գուցե շահերը համադրվեն եւ այս մեսիջը, ինչպես մեկնաբանենք։ Գիտեք, եկեք ճիշտ հասկանանք հյուպատոսության բացման կարևորությունը եւ դրա հնարավոր ազդեցությունը պրոցեսների վրա։ Այո, պրոցեսների, ոչ միայն պրոցեսների, այլև միջանցքի տրամադրման վրա, հա։ Հյուպատոսության բացումը ես ավելի շատ կկապեի, այսպես ասած, ռուսական հովանուց դեպի արևմտյան հովանի տեղափոխվելու տրամաբանությունից եւ այստեղ խնդիրն անում է, որ այս իշխանությունները տարիներ շարունակ հստակ աշխատանք են տարել, որպեսզի ռուսական տարը ընկալվի որպես հակա պետական, մեր անվտանգության սպառնալիք եւ արևմտյան վեկտորում տեղավորվելը որպես միակ հնարավոր տարբերակ, իսկ արևմտյան վեկտորի տեղավորվելը մեր պարագայում նշանակում է Թուրքիայի տակ հայտնվել։ Այստեղ կապանում հյուպատոսության բացման գործընթացը ինքնին պայմանավորված է դրանով, այսինքն քաղաքական ենթատեքստ ավելի շատ ունի, քան միջանցքի բացել չբացելու վրա ազդելու, որովհետև ինքնին ոչ մի հյուպատոսություն չի կարող դրա վրա ազդել։ Հասկանալի է, այստեղ ազդեցության մասին է խոսքը։ Ոչ միայն ազդեցության, այլև հարաբերությունների մակարդակի մասին է խոսում, քանի որ այդ հետընթացը, երբ որ իրականացվում էր, նաև այս գործընթացում ձգձգումները սկսվեցին եւ ես վստահ եմ, որ կարող է մեկնաբանություններ լինել, որ ինչ-որ իրավական խնդիրներ եւ այլն կա, որի բայց ցանկացած իրավական խնդիր հնարավոր է լուծման մեխանիզմ գտնել եւ դրանով հարցը կարգացա։ Մենք տեսանք, թե ինչպես արագացված տեմպերով կարծեմ Ֆրանսիայի համար հյուպատոսություն բացվեց, փառք Աստծո, որ Իրանի պարագայում իրենք ձգձգումներ չարեցին, երևի դեռ հրահանգը չէին ստացել այդ առումով չհասցրեցին այդ ուրեմն կանխել նմանատիպ քայլը եւ այս առումով մենք պետք է հասկանանք, որ Զախարովայի խոսքը հենց դրան է վերաբերում, այսինքն կողմնորոշվեք ի վերջո։ Այդ ձեր խաղերը, որ մենք տեսել ենք տարիներ շարունակ, որ երբ որ ծանր վիճակի մեջ են հայտնվել արևմտյան կողմը եւ պարբերաբար ասել է դանդաղեցրեք գործընթացները, դուք սկսել եք դեպի Ռուսաստան ինչ-որ քայլեր անել, այո, մանևրերը տվյալ պարագայում չի աշխատի եւ դուք պետք է իրականում կողմնորոշվեք կամ այս կողմ կամ այն կողմ։ Մայիս նաև կապվում է այդ սպասվող մայիսի 9-ի միջոցառումների հետ, շատ կարծիքներ կան, որ նաև Ադրբեջանի հնարավոր գործողություններն են պայմանավորված մայիսից հետո ինչ-որ պրոցես գեներացնել, չգեներացնել, ես նկատի ունեմ հնարավոր էսկալացիա, այս ժամկետի արձանագրումը ինչ ուղերձ պիտի դիտարկենք։ Գիտեք, մինչև մայիս դա ուղղակի նշվում է, որպեսզի հնարավորինս շուտ այդ կողմնորոշումը լինի։ Ենթադրաբար, որ մինչև ենթադրենք մայիսի 9-ի իր Մոսկվայում գնալուն զուգահեռ այնտեղ ինչ որ մի փաստաթուղթ ստորագրվի եւ այդտեղ այսինքն վերջնական եզրահանգման կան այդ առումով, բայց տվյալ պարագայում Ադրբեջանի գործողությունների առումով ես կասեի, որ նա գործողությունների չի գնալու, որտեղ հստակ թեև անգլիական կողմից ես վստահ եմ այդ ցանկությունը կա ի վերջո սրելու այստեղ իրավիճակը, սակայն եւ Ռուսաստանը եւ Իրանը հստակ զգուշացումներ են տվել Ադրբեջանին եւ ինչպես նշեցի Ալիևի համար, երբ որ նա իր երազային գագաթնակետին է հայտնվել, այսպես ստացել է նվերներ, որի մասին անգամ երազել չէր կարող, չգիտեմ, որ ամենավառ պատկերացումներում հնարավոր չէր, որ նա ունենար, այսօր գնալ մի քայլի, որը կարող է ընդհանրապես ոչ միայն փլուզել, այլև իրեն որպես ղեկավարի սպառնալիքի տակ դնել, իսկ իր պետությունը վերացման վտանգի առաջ կանգնեցնել, նա չի գնա այս քայլին։ Եվ այս սահմանային հրաձգությունները դրանք ընդհանրապես մեզ մոտ այսպես ճնշման եւ վախի մթնոլորտը պահելուն ուղղված է, որը պիտի իբրև թե օգնի իշխանության ղեկին նստած անձին մարսելի դարձնելու իր հերթական զիջումը։ Այսինքն այստեղ փոխշահավետ Բացարձակապես համաձայնեցված փոխշահավետ գործողություններ են, Ադրբեջանը այսօր լուրջ ռազմական գործողությունների չի գնալու, որովհետև այդ պարագայում նրանք հայտնվելու են
թիրախային հարվածի ներքո, իսկ դրանից ելքը որևէ մեկը չի երաշխավորել։ Նույնը վերաբերում է նաև Թուրքիային, պատահական չէր, որ Էրդողանը մարտի վերջերին էր, չէ, Ստամբուլի քաղաքապետին ձեռնարկալեց, այո, շատ լավ հասկանալով, թե դրան ինչ է հաջորդելու եւ այդ քայլը եւս նպատակ ուներ որոշակիորեն լեգիտիմ պատճառ ստեղծելու հնարավոր ռազմական միջամտությունից հետ կանգնելու նպատակով։ Այո, մենք այս վիճակում չենք կարող, որովհետև դա կնշանակի իշխանության, այսպես ասած, վտանգում եւ իշխանության վտանգման պարագայում, որովե նախնական հանձնառություններ բնականաբար չեն կարող իրականացնել։ Այսինքն մենք պետք է ճիշտ այդ տրամաբանությունը ընկալենք, ժամանակ ունենք մենք որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես հասարակություն պատրաստվելու, որովհետև այդ ճնշումները ի վերջո ինչ որ միտեղ արդյունք են տալու։ Ամբողջ ֆինանսական ռեսուրսները Ալիևյան կլանի հանցագործ վարչախմբի գտնվում են արևմուտքում։ Եվ այդ ռեսուրսները օգտագործելով եւ նաեւ իսրայելական դաշտում նրանց ունեցած կախվածությունը օգտագործելով ի վերջո հասնելու են որոշակի քայլերի։ Այստեղ ժամանակ ունենք, բայց ժամանակ ունենք պատրաստվելու որ իշխանության հետ, սա երևի ամենակարևոր։ Եկեք մի բան ընկալենք, նախ պետք է մեր հասարակությանը բացատրենք, որ այդ վախի մթնոլորտը արհեստականորեն է սնուցվում, հա, եւ այդ վախի վրա հիմնված արդեն իսկ շատ զիջումներ են արվել, որոնք էապես թուլացրել են մեր անվտանգային համակարգը, բայց դրանք անպաշտպան չեն դարձրել, որովհետև պաշտպանելու ունակությունը հիմնականում մարդկային ռեսուրսի վրա է։ Զուտ պատերազմի ընթացքը եւ դրանցով անցող մարդկանց եթե մենք հարցնենք, անգամ այսօր մեր սահմանների խոցելի վիճակ անգամ ի նկատի ունենալով ադրբեջանական կողմը գիտի պատասխան հարվածի ծանրության աստիճանը։ Ես նկատի ունեմ քաղաքական որոշումներ, բայց ուզում ասեմ հանրությունը երբ որ դուրս է գալիս այդ արհեստական վախի մթնոլորտից եւ պատասխանը լինում է եթե պատերազմ եք ուզում պատերազմին մենք պատրաստենք, ապա դուրս է գալիս այդ հերթական զիջման պատերվակը։ Հասկանում եք, սա քաղաքական հետևանք է ունենալու, այսինքն հանրությունը իր խոսքը պիտի ասի, որ դադարեք մեզ կերակրել այդ պատերազմի վախի գործոնով, որովհետև պատերազմը բերում եք դուք եւ պատերազմում պարտությունը ապահովում եք դուք։ Հետևաբար դադարեք նմանատիպ քաղաքականություն վարելը։ Մյուս խնդիրը, որ այս քաղաքական իշխանության պարագայում, որը կներեք պայմանավորված պարտության է տանում երկիրը եւ դա արել է ամբողջ 18 թվականից սկսած, որովհետեւ մենք 18 թվականի մայիսից արդեն ունենք զիջումներ նույն Նախիջևանի հատվածում եւ այլն, որը հանրությունից թաքցվում էր եւ այսօր էլ մենք հստակ մեր սահմանների առումով անգամ մասնագիտական հանրույթի շրջանակում հստակություններ չկան, քանի որ իրենք անընդհատ ընդհատակյա ինչ որ զիջումներ են անում կամ հանձնումներ են իրականացնում, հետո հանկարծ ջրի երես է դուրս գալիս, պարզվում է ջրի երես է դուրս գալիս եւ պարզվում է, որ իրենք ինչ-որ հիմար պատճառաբանություն են մեջտեղ բերում, փորձելով արդարացնել այդ քայլերը, ինչպես ձմեռ ձյուներ, հետո հետ են քաշվել, եկել նստել են կներեք։ Ադրբեջանցիները ինչու են մեր դիրքերում հայտնվել, երբ որ մեր զինվորները սովորեն ձմեռվա պայմաններում, ամենածանր եղանակային պայմաններում դիրքերը պահել եւ ծառայություն իրականացնել։ Ադրբեջանցիները փոխային դուք գնայիք նստեիք այդ դիրքերում եւ ապահովեիք բարձրադիր հատվածներում մեր ներկայությունը։ Դա եւս մեկ ապացույց է, որ պայմանավորված գործողություններ են իրականացնում հանրության թիկունքում եւ հետո փորձում ինչ-որ արդարացումներ տալ։ Ուրեմն մոռանանք այդ վախի մասին, պատերազմի վախի մասին, որովհետեւ եթե մենք պատրաստ չենք պայքարելու սեփական գոյության համար, ուղղակի այդ գոյությունը վերանալու է, լինի պետության տեսքով, թե ժողովրդի գոյության։ Իսկ մեր ժողովուրդը ինքը ճիշտ է, պատերազմի չի գնում, չի սկսում, բայց ինքը երբեք թույլ չի տվել, որպեսզի իրեն թույլ եւ անկամ ընկալեն։ Եվ այդ թույլ եւ անկամ ընկալելու այս ներմուծվող վիրուսը, որ անընդհատ այս քաղաքական ուժի կողմից ներդրվում է մեր հասարակության մեջ, նպատակ ուներ ուղղակի հայկական ինքնության ոչնչացման։ Սրա ընկալումը մեր հանրության մեջ բերում է առողջացման, ես ուրախությամբ դա պիտի նշեմ, բայց այդ առողջացումը ի վերջո պիտի վերածվի քաղաքական իշխանության փոփոխության
կառավարության, որը կապահովի ոչ միայն մեր ունեցած ռեսուրսների արդյունավետ օգտագործումը մեր իսկ պաշտպանության համար, այլև կապահովի ամբողջ տարածաշրջանի համար խաղաղությունը։ Եվ սա ես պատահական չեմ ասում։ 30 տարվա հարաբերական խաղաղություն մենք ունեցել ենք, երբ որ հայկական տարը այս տարածաշրջանում եղել է ուժեղ եւ եղել է փաստացիորեն վճռորոշ դերակատարը, այո, եւ այս տարածաշրջան եւ ոչ միայն հարավային Կովկաս, այլև մերձավոր արևելք խաղաղություն կգա միայն այն պարագայում, երբ որ հայկական տարը կրկին լինի ուժեղ եւ պատմական արդարության դիրքերից հանդես եկող։ Միայն այս պարագայում հնարավոր կլինի այդ թուրքական որոմը վերացնել եւ թույլ չտալ նրա տարածումը եւ ապահովել բոլոր այն ժողովուրդների համար, որոնք այսօր նույն Ադրբեջանում գտնվում են ուղղակի կրնկի տակ ստրկացված վիճակում, իրենց ինքնության պահպանման հնարավորություն ունենալ։ Շնորհակալ եմ Տիկին Աղաջանյան, ձեր լուծության համար մեր ժամանակը սպառվեց, հարցազրույցին սպասեք վաղը։